Սիրելիներ, անցած կիրակի, եթե հիշում եք, մենք լսեցինք Աստծո խոսքը դատաստանի մասին։ Եվ այն մեզ հորդորեց, որ նախ եւ առաջ մենք տեսնենք մեր սեփական մեղքերը, տեսնենք մեր աչքի գերանը, եւ հետո շտկելով մեր աչքի գերանը կարող ենք արդյունավետ ձևով օգնել մեր եղբայրներին եւ քույրերին։ Խոնարհությամբ ընդունենք, որ մենք էլ մեղավոր մարդիկ ենք։ Սակայն Հիսուսի խոսքը այդտեղ չի ավարտվում եւ շարունակվում է եւ Աստծո խոսքը իր ճշմարտությունն է բացում այսօր մեր առջև եւ այսօր մենք պիտի տեսնենք Աստծո հոգատարությունը, Աստծո սիրող սիրտը եւ Հիսուսը մեզ հրավիրում է, որ վստահությամբ աղոթենք, որովհետեւ Աստծո խոսքն ասում է խնդրեք եւ կտրվի ձեզ, խնդրեք եւ կգտնեք, բախեք եւ կբացվի ձեզ։ Եվ սա պարզապես աղոթքի զորության մասին խոսք չէ։ Սա Հայր Աստծո սրտի սիրող սրտի բացահայտումն է։ Աստված բարի է, հոգատար է եւ պատրաստ է տալ լավագույն նվերները, լավագույն ընծաները իր զավակներին։ Եվ հենց այս վստահության վրա, որ Աստված բարի է եւ լավագույնն է տալիս, մենք էլ որպես Աստծո ստեղծագործություն, Աստծո զավակներ, պետք է մեր լավագույնն անենք միմյանց նկատմամբ, որովհետեւ Աստծո խոսքը դրանից հետո բերում է ոսկե կանոնը եւ ասում է ինչ որ ուզեք որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց։ Այսպիսով պիտի այսօր կենտրոնացնենք մեր ուշադրությունը Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 7-ից 12 համարները։ Եկեք լսենք Աստծո սուրբ հավիտենական խոսքը, որ միշտ ճշմարիտ է ամեն ժամանակների մեջ։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 7-ից 12 համարները։ Խնդրեք եւ կտրվի ձեզ, փնտրեք եւ կգտնեք, բախեք եւ ձեզ կբացվի, որովհետեւ ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։ Կամ ով է ձեզանից այն մարդը, որ եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Արդ, եթե դուք որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքան առավել ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։ Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես եւ դուք արեք նրանց, որովհետեւ սա են օրենքը եւ մարգարեները։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջևդ եւ շնորհակալություն ենք հայտնում քո խոսքի համար, Տեր, որ նույնիսկ դարեր են անցել, բայց քո խոսքը ճշմարիտ է մինչև այսօր, որովհետև հավիտենական ճշմարտություն է, որ գալիս է քեզանից։ Կխնդրենք հիմա բացես մեր միտքը, մեր սիրտը, որպեսզի հասկանանք քո խոսքը եւ նաեւ մեզ ուշ տուր, որպեսզի մեր կյանքում կարողանանք կիրառենք Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Պիտի խորանանք այս խոսքերի մեջ եւ տեսնենք, թե ինչ է Քրիստոսը ուզում մեզ ասել այսօր։ Հիսուսը այս հատվածի մեջ, եթե ուշադրություն դարձնենք, սիրելիներ, չի ներկայացնում աղոթքի ամբողջական ուսուցումը։ Ավետարաններում եւ առաքելական նամակներում թղթերի մեջ մենք կարող ենք տեսնել աղոթքի մասին ուսուցումներ։ Օրինակ, մինչեւ աղոթելը մենք պիտի ներենք միմյանց, կամ հավատքով պիտի աղոթենք, կամ մեր աղոթքը պիտի լինի Աստծո կամքին համապատասխան։ Սակայն այստեղ Հիսուսը չի խոսում աղոթքի ձևի, աղոթքի ոճի կամ աղոթողի դիրքի մասին։ Նա շեշտը դնում է հոր սրտի վրա, սիրող հոր սրտի վրա։ Երբեմն այս հատվածը սխալ է մեկնաբանվում, որ համառությամբ աղոթեք եւ ձեր աղոթքը կպատասխանվի։ Այստեղ կենտրոնացումը, ուշադրությունը ոչ թե անձն է, կենտրոնում ոչ թե անձն է կանգնած, այլ հոգատար եւ սիրող Աստված է։ Կենտրոնացումը դրված է ոչ թե մարդու համառության վրա, ոչ թե աղոթքի ճիշտ ձևակերպման վրա, այլ հոր հավատարմության վրա։ Եվ Աստված սիրում է իր զավակներին անմնացորդ սիրով
եւ սիրելով պատասխանում է նրանց աղոթներին, տալով լավագույն նվերները եւ պատասխանելով նրանց աղոթներին։ Աղոթքի մասին, ինչպես նշեցինք, երբեմն սխալ պատկերացում ունենք։ Աղոթքով մենք չենք կարող մանիպուլացնել Աստծուն։ Աղոթքը կախարդական լամպ կամ կախարդական փայտիկ չէ, որպեսզի մեր եսասիրական ցանկությունները բավարարվեն։ Նոր կտակարանում մենք կարող ենք հանդիպել, որ նույնիսկ ամենաանկեղծ աղոթքները կարող են անպատասխան մնալ։ Օրինակ կարող ենք հիշել Պողոսին, եւ որ ինքը գլխացավ ուներ, եւ որ խնդրեց Տեր վերցրու ինձանից այս գլխացավը, ինչ եղավ պատասխանը, իմ շնորհը բավական է քեզ։ Եվ որ Հիսուս Գեթսեմանի պարտեզի մեջ Հիսուս խնդրեց, որ այս բաժակը անցուր ինձանից, մի կողմ տար, բայց ոչ թե թող իմ կամքս լինի, այլ թող քո կամքը լինի։ Սիրելիներ, աղոթքը տրված չէ, որ մեր կյանքը հեշտանա եւ մեր ցանկությունները կատարվի կամ մեր ցանկությունները պարտադրենք Աստծուն։ Աղոթքը նրա համար է, որպեսզի մենք զորանանք եւ Աստծո կամքի մեջ հաստատուն կարողանանք քայլել, հնազանդվենք Աստծո կամքին։ Եվ այդ հնազանդությունը պետք է երևա մեր առօրյա կյանքից, եւ որ լեռան քարոզը մենք ուսումնասիրեցինք եւ դեռ դրա մեջ ենք, Հիսուս մեզ ասեց, ցույց տվեց, որ մենք պետք է հրաժարվենք վրեժխնդրությունից, սիրենք մեր թշնամիներին, ներենք այն անձանց, ովքեր վիրավորում են մեզ։ Սա դժվար բան է։ Եվ դրա համար մենք կարիք ունենք խոնարհվենք Աստծո առջև եւ միայն Աստծո շնորհով կարող ենք հասնել դրան։ Միայն Աստծո շնորհով կարող ենք իրար ներել, կարող ենք հրաժարվել վրեժխնդրությունից եւ այդ շնորհը մենք ստանում ենք աղոթքի միջոցով եւ որ գնում ենք, փնտրում ենք, բախում ենք դուռը։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ Աստծո հետ, կենթանի Աստծո հետ, սիրո այդ հարաբերության մեջ մենք կարող ենք ստանալ այն ուժը, որ կարող է մեզ մղել հոգևոր կյանքի մեջ ապրելու եւ Աստված դրա մեջ խոստանում է, ասում է, որ ես իմ լավագույն նվերները, պարգևները պիտի տամ։ Նայեք 7 եւ 8 համարները ինչ են ասում։ Ասում է խնդրեք, փնտրեք եւ թակեք։ Եվ 8-րդ համարը նորից կրկնում է այս նույն բաները, բայց ասելով շարունակում է եւ ավելացնում է, որովհետեւ ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, եւ ով դուռը բախում է, նրա առջև բացվում է։ Եվ այս կրկնությունը Հիսուսը հենց այնպես չի ասում։ Սա վստահություն է, որ Աստված կենթանի Աստված է եւ ամեն ժամանակ լսում է եւ տեսնում է, թե ինչով է զբաղված իր ստեղծագործությունը, որտեղ է թակում, որտեղ է փնտրում, ումից է խնդրում մարդ արարածը։ Եվ մենք բախում ենք դռները Աստծո մոտ գնալով, որովհետեւ գիտենք, որ միայն իրեն շնորհով կարող են փակ դռները բացվել։ Մենք փնտրում ենք Աստծո մոտ, որովհետև գիտենք, որ ճշմարտությունը իրեն մոտ է։ Եվ մենք խնդրում ենք Աստծուց, որովհետև գիտենք, որ միայն Աստված է, որ կարող է մեր հարցերին, մեր լուծումների պատասխանը տալ։ Սակայն նորից են կրկնում, այստեղ Հիսուսը շեշտը չի դնում խնդրողի համառության վրա, այլ Աստծո սիրող սրտի վրա է դնում։ Եվ աղոթ չի նշանակում, որ մենք կարող ենք այնքան աղոթել, որ Աստված ձանձրանա եւ տա այն, ինչ մենք ուզում ենք։ Նա տալիս է բարի բաներ իր ստեղծագործության համար, խնդրողների համար։ Եվ որպեսզի ավելի լավ հասկանանք, եթե կհիշեք անցյալ պատգամում Հիսուսը պատկերավոր օրինակը բերեց եւ դա գերանի եւ շուղի օրինակներ։ Այստեղ նորից պատկերավոր օրինակ է տալիս Հիսուսը ասելով 9-րդ եւ 10-րդ համարներում, որ ով է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Հիսուսը մեզ ցույց է տալիս խորիմաստ օրինակ։ Երեխան, պատկերացրեք, հաց է խնդրում հորից եւ ասում է, որ հայրն է, որ նրան քար կտա։ Կամ եթե ձուկ խնդրի, հնարավոր է, որ օձ տա։ Պատասխանը ակնհայտ է եւ պատասխանը ոչ է։ Նույնիսկ մեղավոր մարդիկ
Նույնիսկ մեղքի մեջ գտնվող մարդիկ իրենց երեխաների համար լավն են ցանկանում եւ տալիս են մի բան, որ չի վնասի իրենց երեխաներին։ Եվ մենք որպես ծնողներ, այստեղ նստած ովքեր ծնողներ են, չեն ուզում վնասել իրենց երեխաներին։ Եվ այստեղ Հիսուսը կարծես փոքրից մեծն է տանում։ Եթե կհիշեք, լեռան քարոզի մեջ մի քանի անգամ ինքը կրկնում է։ Եվ որ օրինակ է բերում ճնճխուկներին, դաշտի շուշաններին, Մատթեոս 6-րդ գլխում, ասում են նայեք դաշտի շուշաններին, նայեք ճնճխուկներին։ Չէ՞ որ դուք նրանցից լավն եք։ Եվ եթե Աստված հոգ է տանում դաշտի շուշանների համար, Աստված հոգ է տանում ճնճխուկների համար, եւ խոսքը ասում է, որ խոտի համար, որ հոգ է տանում, որ այսօր կա եւ վաղը հնոցի մեջ է գցվում։ Եվ Աստված հոգ է տանում այդ խոտի համար։ Չէ՞ որ դուք նրանցից լավն եք, թերահավատներ, եւ ձեզ առավել հոգ պիտի տանի։ Նույնը այստեղ է կատարվում։ Դուք որ մեղավոր եք եւ ձեր երեխաներին կարող եք լավագույնը տալ։ Դուք որ ձեր սիրո մեջ անկատար եք, դուք որ ձեր սիրո մեջ թերի եք, կարողանում եք բարիք անել ձեր երեխաների համար, ապա որչափ առավել երկնավոր Հայրը, որ կատարյալ է իր սիրով, հոգ է տանում իր զավակների համար եւ հոգ կտանի իր զավակների համար։ 11-րդ համարում Հիսուսն ասում է. «Արդ եթե դուք չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տարբիտեք, հապա որքան առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։ Սիրելիներ, մենք որպես մարդ արարած բնությամբ եսասեր ենք եւ հաճախ հակված ենք ապստամբել Աստծո դեմ, հաճախ հակված ենք չարիք գործել մեկս մեկից դեմ։ Սակայն նույնիսկ մենք մեր մեղավոր վիճակով, որ մեր սրտերը երբեմն պատած է խավարով, մենք մեր զավակների հանդեպ մեծ սեր ունենք։ Մենք մեր զավակներին համար ձգտում ենք լավագույնն անենք։ Մենք մոռանում ենք երբեմն մեր անձերը։ Մենք մեզ համար այդքան էլ կարևոր չենք լինում եւ փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր զավակները իրենց լավը զգան։ Կարող ենք ասել զոհում ենք մեր հարմարությունը, զոհում ենք մեր կյանքը մեր երեխաների համար, որպեսզի մեր զավակները լավ լինեն։ Իհարկե կարող եք ասել բացառություններ կլինեն, կան ծնողներ, ովքեր լավ չեն վերաբերվում իրենց զավակներին, բայց դրանք բացառություններ են։ Մեծամասնությունը ծնողների գիտակցում են, որ պետք է իրենց լավագույնն անեն իրենց երեխաների բարօրության համար եւ չեն ուզում գիտակցաբար վնասեն իրենց երեխաներին։ Եվ ծնողի պարտականությունը ինչի մեջ է, սիրելիներ, որ երեխային հոգ տանի, երեխային մեծացնի, հասունացնի, որ երեխան կարողանա ինքնուրույն ապրել։ Եվ ծնողը փորձում է իր զավակին լավագույնը տալ։ Եվ որպես մենք հոգևոր ծնողներ, մենք փորձում ենք նաև մեր երեխաներին հոգևոր դաստիարակություն տանք, ավելի մոտեցնել Աստծուն։ Բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մենք անկատար ենք, մենք թերի ենք եւ կարող ենք սխալվել։ Երբեմն, սիրելիներ, երեխաները մեզանից կարող են բաներ ուզել, որ վնաս լինի իրենց, մանավանդ փոքր տարիքում։ Եթե երեխան մի բան ուզի, որ վնասում է իրեն, ինչ ենք անում մենք։ Տալիս ենք թե ոչ։ Ոչ, բնականաբար չենք տալիս, որովհետև մենք գիտենք, որ եթե տանք, կվնասենք մեր երեխային։ Մենք, սիրելիներ, որպես ծնող, եթե գիտենք, որ այդ բանը կարող է վնասել երեխային, նույն ձև մեր երկնավոր Հայրը խոսք ասում է, որ բարի պարգևներ է տալիս։ Հնարավոր է, որ մենք բաներ խնդրենք եւ մեր աղոթքը մնա անպատասխան, որովհետև Աստված գիտի թե ներկան եւ թե ապագան, գիտի, որ բաներ կան մեր կյանքում կարող են վնաս բերել։ Դրա համար հնարավոր է մեր շատ աղոթքներ անպատասխան մնան։ Ինչպես մենք մեր երեխաներին չենք ուզում բոլոր իրենց ցանկությունները կատարեն, որովհետև գիտենք իրենց ցանկությունները կարող են վնասել իրեն, իսկ Աստված տեսնելով ամբողջ պատկերը, ես այսօր պիտի ասեմ, որ փառք Աստծո, որ մեր կյանքում եղել են աղոթքներ, որոնք Աստված մերժել է, որովհետև Աստված սիրող եւ հոգատար Հայր է։ Շնորհակալ ենք Աստծուն, փառք Տիրոջը,
որ ինքը տեսնում է ապագան եւ ինքը իր լավագույն նվերներն է տալիս։ Եվ նաեւ Աստծուն այսօր պիտի փառք տանք նրա համար, որ բաներ կան նույնիսկ մեր մտքով չի անցել, մենք չենք խնդրել, բայց Աստված տվել է մեզ, որովհետեւ ինքը գիտի, որ դրանք մեզ պետք են։ Այսինքն պետք չէ վշտանալ սիրելի եկեղեցի եւ որ մեր աղոթքը չի պատասխանվում կարծես թե Աստված գիտի, որն է լավագույնը մեզ համար։ Եվ անպայման չի, որ միայն մեր ցանկությունները բավարարվեն եւ մեր ցանկությունները կատարվեն, որ մենք գոհանանք։ Աստծուն իրապես փառք եւ շնորհակալություն այն աղոթքների համար, որ չի կատարվել, կամ այն բաները, որ ուզել ենք, չենք ունեցել։ Բայց այս հատվածը սիրելիներ միայն մեր խնդրանքների մասին չէ, այլ նաև այստեղ բացահայտում է, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Նայեք, մենք ասում ենք, որ Քրիստոս եկավ, Աստված լինելով եկավ, մարդացավ երկրի վրա եւ ապրեց մեր նման, նույնականացավ մեզ հետ։ Բայց ի տարբերություն մեզ Քրիստոսը առանց մեղքի էր։ Եվ ուշադրություն դարձրեք, Հիսուսը չի ասում մենք որ չար ենք։ Հիսուսը իր խոսքի մեջ ասում է դուք որ չար եք։ Հիսուսը մեզ նման էր, բայց առանց չարության, առանց մեղքի, եւ դա է պատճառը, որ Աստված կարող է մեզ ավելի լավ տեղ առաջնորդել, որովհետեւ Քրիստոս բարի եւ հոգատար Աստված է, եւ կարող է հոգատարությամբ մեզ առաջնորդել դեպի Հայր Աստված։ Նա այստեղ կարծես իրեն առանձնացնում է, ասում է դուք որ չար եք եւ գիտեք ձեր երեխաներին բարիք անել, հապա որքան առավել ձեր երկնավոր Հայրը, որ բարի է, կարող է լավագույնը տալ եւ փառք Աստծուն Քրիստոսի համար, որ մեզ առաջնորդում է, տանում է դեպի Հայր Աստված։ Բայց Աստված մեզ այս դժվարության մեջ, մեղքի մեջ չի թողնում եւ Սուրբ Հոգով մեր կյանքերում զորացնում է մեզ եւ օգնում է, որպեսզի ազատվենք այդ մեղքերից եւ գնանք դեպի Հայր Աստվածը։ Եվ որ մենք Աստծուց այդ բարիքները ստանում ենք, սիրելիներ, այն բարիքները, որ նույնիսկ չենք խնդրել եւ Աստված մեզ տալիս է, դա մեզ պարտավորեցնում է։ Որպես եկեղեցի մենք պարտավոր ենք նույնը ցուցաբերել մեր եղբոր եւ քրոջ նկատմամբ։ Դրանից հետո գալիս է արդեն ոսկե կանոնը, կարծես գագաթնակետը լեռան քարոզի։ Հիսուս Քրիստոսն ասում է, այո, ձեր Հայրը տալիս է լավագույն նվերները ձեզ համար, եւ դուք ստացել եք այդ լավագույն նվերները, եւ հիմա ձեր հերթն է։ Եվ ոսկե կանոնն ասում է, այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև սա են օրենքը եւ մարգարեները։ Ոսկե կանոնը, սիրելիներ, տարբեր կրոններում հանդիպում է հիմնական բացասական ոճով, այսպես էր ասվում. մի արա ուրիշներին այն, ինչ չէիր ուզենա, որ նրանք անեն քո հանդեպ։ Այսինքն վատ բան մի անի մարդկանց։ Եվ Հիսուսը այս օրենքը փոխեց դեպի դրական ասելով, ինչ որ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ, որ Քրիստոսի հետևորդները ոչ թե պարզապես պիտի խուսափեն չարիք գործելուց, այլ ակտիվորեն կանչված են բարիք գործելու։ Մենք չենք կարող պասիվ մնալ, չարություն չանել եւ ասենք սա է Աստծո ուզածը։ Աստված մեզ կանչել է, որ մենք օրհնություն լինենք մեկս մեկիս համար, որ մենք օրհնություն լինենք իր ստեղծագործության համար։ Ով որ բարիք անել է գիտի եւ բարիք չի անում, Աստծո խոսքն ասում է, որ մեղք է գործում։ Եվ լեռան քարոզի գագաթնակետը կարծես ամփոփվում է այս ոսկե կանոնի մեջ։ Եվ Հիսուսն ասում է, սա են օրենքը եւ մարգարեները։ Այսինքն ամբողջ Աստվածաշնչի կանոնը կարծես ամփոփվում է այս մեկ համարի մեջ։ Եվ նոր կտակարանում, թե հին կտակարանում օրենքը եւ մարգարեները կախված էին այս պատվիրաններից։ Սիրիր Աստծուն եւ սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Եվ այստեղ Հիսուս Քրիստոսը կարծես ամփոփում է այս ամենը։ Այն ամենը, ինչ որ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնն էլ դու արա նրանց։ Եվ Պողոս առաքյալը նույն այս ճշմարտությունն է ասում Հռոմեացիս 13-րդ գլուխ 8-10 համարներում։ Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց։
Մենք ոչ մեկի պարտական չենք ոչնչով, բացի իրար սիրելուց, որովհետև ընկերոջ սիրողը օրենքը կատարել է։ Եթե դուք իրար սիրում եք, ուրեմն դուք Աստծո օրենքն եք կատարում։ Սերը ընկերոջ նկատմամբ չարիք չի գործում, ուրեմն օրենքի լրացումը, ամբողջացումը սերն է։ Մենք որպես եկեղեցի պարտավոր ենք, պարտական ենք միմյանց սիրելու։ Եթե պարտք ունենք իրար, ապա սրա մեջ է, իրար սիրենք որպես եկեղեցի։ Եկեք նայենք մեր կյանքերին սիրելիներ, արդյոք մենք այս սիրո մեջ ապրում ենք թե ոչ։ Արդյոք որպես եկեղեցի մենք իրար հանդեպ սիրով ենք լցված, թե երբեմն ատելությամբ, երբեմն չենք կարողանում իրար ներել։ Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ մենք իրար սիրենք։ Եթե ուզում ես քեզ սիրեն, նախ եւ առաջ դու պիտի սիրես։ Եթե ուզում ես, այսպիսի ասացված կա, եթե ուզում ես թագուհու հետ ամուսնանաս, կամ թագավորի աղջկա հետ ամուսնանաս, դու պետք է թագավորի տղա լինես։ Եթե ուզում ես ներվես, պիտի ներես, եթե ուզում ես սիրվես, պիտի սիրես։ Եվ եկեք մեր կյանքերին նայենք սիրելիներ։ Եկեք ամփոփելով մեր կյանքերին նայենք եւ տեսնենք ինչ ենք մենք խնդրում Աստծուց։ Ինչ ենք փնտրում մեր կյանքերում եւ որ դռներն ենք մենք թակում։ Ում դռներն ենք մենք փակում։ Ինչն է մեզ համար մեր կյանքում կարևոր էական։ Ինչն է կարևոր մեզ համար։ Եթե տեսնեք ինչ եք փնտրում, եթե տեսնեք ինչ եք խնդրում, կամ եթե տեսնեք ում դռներն եք թակում, կամ որ դռներն եք թակում, կհասկանաք ամեն մեկը ինչն է ձեր կյանքում կարևոր։ Եվ այս հատվածը ամփոփելով կարող ենք ասել, որ Հիսուս Քրիստոսը կենտրոնացումը դնում է ոչ թե մարդու վրա, ով որ համառությամբ աղոթում է, այլ սիրո խոր սրտի վրա է դնում, որովհետև Հայրը ավելի լավ գիտի ինչ է մեզ պետք, եւ տալիս է իր լավագույն պարգևները նրանց համար, ովքեր խնդրում են, եւ Աստծո ամենամեծ նվերը մարդկությանը, դա Հիսուս Քրիստոսի մեջ ենք տեսնում։ Աստված իր որդին ուղարկեց, որպեսզի ես եւ դու կարողանանք ձերբազատվել մեղքից եւ հավիտենական կյանքը ժառանգենք։ Հռոմեացիս 8:32 համարն ասում է. նա, որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեր բոլորիս համար մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Աստված եթե իր որդին ուղարկեց մեզ համար, ինչպես մնացած լավագույն բաները չի շնորհի մեզ։ Այո, Աստված ամեն բան կանի եւ ամեն բան անում է մեր լավ լինելու համար, իր ստեղծագործության համար։ Եվ եթե Աստված մեզ համար լավագույնն է անում, մենք էլ պարտավոր ենք որպես եկեղեցի իրար հանդեպ լցվենք սիրով եւ մեր լավագույնն անենք։ Եվ սիրելիներ, որպես կոչ այսօր մեզ, եկեք վստահենք մեր սիրո խորը եւ ապրենք հոգու զորությամբ եւ գործենք ոսկե կանոնի համաձայն եւ այսպիսով եւ որ մենք այսպես ապրենք, մենք կդառնանք նրա սիրո վկաները այս խավար աշխարհի մեջ։ Ամեն Աստծո խոսքը